Փաստ է, որ խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն համաձայնեցված է, սա արդեն իսկ մեզ համար դիվանագիտական ձեռքբերում է։ Խորհրդարանական հերթական ճեպազրույցում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։ Ըստ նրա, Ադրբեջանի մոտեցումներն այս փուլում կառուցողական չեն, բայց դրանք չեն նսեմացնում հայկական կողմի ջանքերն ու ձեռքբերումները խաղաղության համաձայնագրի տեքստում։ Տեքստը համաձայնեցնելը հեշտ չի եղել։ Բանակցությունները տևել են արդեն ինչքան 3 տարի են տևել բանակցությունները եւ ես կարող եմ ասել, որ այդ տեքստում ես առանց չափազանցության կասեմ, ամեն ստորակետի շուրջ շատ տևական քննարկումներ են եղել Հայաստանում համապատասխան մարմիններում եւ բոլոր հնարավոր կողմերից մենք բոլոր տողերը եւ բառերը դրել եւ վերցրել եւ վերլուծել ենք, համեմատելով նաեւ աշխարհաքաղաքական զարգացումների հետ եւ այսօր հասել ենք այդ արդյունքին։ Այն, որ Ադրբեջանը կարող է ապակառուցողական արձագանքել, նորություն չէ, ասաց Եղոյանն ու հավելեց, բայց թե ինչպես աշխարհ ու միջազգային դերակատարները կվերաբերվեն այս բանակցություններին, ինչպես կդիրքավորվեն, դրանով էլ պայմանավորված կլինեն բանակցություններն ու խաղաղության գործընթացի հաջողելու կամ չհաջողելու հնարավորությունները։ Նույնիսկ միայն ողջունող հայտարարությունները շատ կարևոր են, բայց այնտեղ ոչ միայն ուղղակիորեն ողջունող հայտարարություններ էին, բազմաթիվ պետություններ նաև հասցեական նշել են, դուք օրինակ հիշում եք ԱՄՆ անվտանգության հարցերով խորհրդական պարոն Վոլցի հայտարարությունը այն մասին, որ ռազմագերիների հարցն էլ պետք է հասցեագրվի, սա էլ շատ կարևոր էր եւ ըստ էության հասկանալի է, որ սա ուղղված էր Ադրբեջանին։ Եվրոպական միության մի շարք երկրներ էլի հասցեական հայտարարություններ, մեկը շատ ուղղակի տեքստով, մեկը որոշակիորեն անուղղակի ձևակերպմամբ հասկացնել կամ ասել էին, որ գնդակը Ադրբեջանի դաշտում է, բայց ես նաեւ կառաջարկեի չթերագնահատել ուղղակի ողջունող հայտարարությունները, որովհետեւ եթե ուղղակի ողջունող հայտարարություն կա, դա նշանակում է, որ այս հարցը գտնվում է իրենց ռադարում։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի առաջ քաշած նախապայմաններին, ապա ըստ Եղոյանի հարցերը չպետք է դիտարկել Ադրբեջանի պահանջների համատեքստում։ Եթե մենք կնքում ենք խաղաղության պայմանագիր, որը լուծում է այն հարցերը, որոնք մեր միջև կային, եւ եթե առկա այլևս որևէ կոնֆլիկտ ըստ խաղաղության պայմանագրի մեր մեջ չի մնում, բնականաբար նաև Մինսկի խմբի հարցն էլ շատ օրակարգային է դառնում, բայց այստեղ Մինսկի խմբի հարցը միայն Հայաստանից չի կախված։ Դա մի ընթացակարգ է, որը ունի իր նրբությունները, բայց դա վարչապետն էլ ասել է, որ դա քննարկման առարկա է, այսինքն այդտեղ Մինսկի խմբի հարցում տաբուներ չկան, հարցն այն է, թե երբ, ոնց, ինչպես, սրա մեջ է հարցը։ Սահմանադրության հետ կապված վարչապետը այդ մասին էլ երեք առաջին օրը խոսեց ազգային ժողովում, եւ դա մի հարց է, որը մենք ընդհանրապես ինքներս մեզ պիտի տանք։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։